Ժողովուրդ ջան, սիրելի հայրենակիցներ, շատ եմ մտածում դրա մասին, թե այս մարդիկ, այս իշխանությունը էլ ինչ պիտի անի, որ Հայաստանում չմնա գոնե մեկ մարդ, որը իրենց աջակցի։ Ինչ վատ բաներ հնարավոր էր անել, արեցին։ Հրահրեցին պատերազմ, պարտվեցին։ Տվեցին 5000-ից ավել զոհ, վիրավորներ, հողեր, հասան Հայաստանի հողերին, Հայաստանի հողերը տվին։ Հիմա էլ ինչ կարող են անել։ Երևի մնացել է մեկ բան է, ժողովրդին սոված թողել։ Հիմա այդ ճանապարհն են բռնել։ Այս երկու օրը լեզվին են տալիս Ռուսաստանի դեմ։ Այ մարդ ինչ ունեք մեծ երկերը հանգիստ թողեք։ Իրենց բոլոր մեղքերը փաթաթում են հիմա էլ Ռուսաստանի վզին։ Հաշվի չառնելով, թե ինչքան է մեր տնտեսությունը կախված այդ երկրի հետ, ԵԱՏՄ-ի ընդհանրապես համակարգի հետ։ Հիմա մենք ինչ ենք ուզում, ոնց ենք ուզում ապրել ընդհանրապես, չունենալ բարեկամ, չունենալ դաշնակից, լինել մենակ այստեղ, ամբողջ հույսը կապել Ալիևի կամքի հետ, Ալիևի քմաչույքի հետ, սա ենք մենք ուզում։ Նայեք, երբ մենք մեղադրում ենք իրենց, որ պատերազմ եք հրահրել եւ ավելի քան 5000 զոհ ենք տվել, ինչ են մեզ ասում։ Խի եք թիվ ավելացնում։ 5000 չի քիչ է, հատկապես մի պաշտոնյա կա, Հայաստանի ամենից թքամ պաշտոնյան։ Թքող պաշտոնյան, չգիտեմ ճիշտ բառը ոնց է այստեղ կարելի կիրառել։ Մարդկանց երեսի թքող։ Հիմա հարցադրումը հետևյալն է, իմ կողմից, դուք դրա այդ երիտասարդներին, որ զորակոչել եք, զինկոմիսարիատներով ցուցակներ ունեցել եք, թե ոչ, մարդիկ անուն ազգանուն ունեցել են, թե ոչ, որ բերել եք այս բորնի պունկտերում մեքենաները նստացրել ու արկել պատերազմ, այդ մարդիկ անուն ազգանուն ունեցել են, դագաղները, որ հետ են եկել, սառնարարոց մեքենաներով, համարներով են եկել, համարներով, հիմա ասում ենք, հրապարակեք, հարգեք այդ մարդկանց հերոսությունը, մեր հերոսներին հարգեք, տպագրեք, մի հուշամատյան սարքեք, թող բոլորը իմանան, թե ինչ է, եթե մենք սխալվում ենք քանակի մեջ, ներողություն կխնդրենք, հարցը դրա մեջ չի, ժողովուրդ, որը չի հարգում իր հերոսներին, չի պատվում իր հերոսներին, հերոսներ երբեք չի ունենում, սա պարզ ճշմարտություն է։ Ունենք մի իշխանություն, որը մեզ կռվցնում է մեր անցյալի հետ, մեր պատմության հետ, փորձում է ջնջել ամեն ինչ, պայքարում է մեր ինքնության դեմ, դուք ամեն օր Արարատ սառն եք տեսնում, չեմ զարմանա, որ արգել են, տուգանեն, մի մեծ պատ, եթե հնարավորություն ուներ կկառուցեին, որ Արարատը հանկարծ չտեսնեք, սա էլ եք մեզանից վերցնում, հիմա ինչ պիտի անենք մենք սրանց հետ, հիմա դուք ասեք, ինչ պետք է անենք, ճամփուտ ունենք, չէ, հեռացնենք, հիմա ժողովուրդ ջան, հեռացնելու մեխանիզմը պարզ է, գալիս է հունիսի 7-ը, դուք գիտեք ինչ եք անելու հունիսի 7-ին, ոչ միայն դուք մենակ, ձեր հարևանների հետ պետք է խոսանք, ձեր ընկերների, բարեկամների, շրջապատի հետ, բոլորին պետք է մոբիլիզացնել, որովհետև այսօր մենք ունենք թշնամի ներսում եւ այդ թշնամի ներսից բացում է Հայաստանի դարպասները Ադրբեջանի համար։ Նա իսկապես ուզում է սարքել Հայաստանից արևմտյան Ադրբեջան։ Սա է նպատակը։ Այլ բացատրություն, թե ինչ է անում այսօր այս իշխանությունը, ես չունեմ տրամաբանական որևէ շղթայի մեջ, որևէ տրամաբանական սխեմայի մեջ, սա չի տեղավորվում, ժողովուրդ ջան։ Ուրեմն, բոլորս միասին հունիսի 7-ին, համար 17-ին
Համաձայն եք։ Ուրեմն միասին կարող ենք, միասին կարող ենք։ Շնորհակալություն ձեզ։ Ձեր ցավը տանեմ։ Շնորհակալություն, շնորհակալություն։ Հիմա մենք ստեղ ենք, չէ՞, մի քիչ էլ շփվենք, միգուցե ինչ որ հարցեր կա, գաղափարներ կա, մտքեր փոխանակենք, հասկանանք, թե էլ ինչ պետք է անենք, էլ ինչ պետք է ասենք, որ մեր ժողովրդին կարողանանք համոզել։